Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ուկրաինական կողմի, այդ թվում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նա սակայն նշել է, իր մոտ հարցեր են առաջանում, թե ով է ստորագրելու փաստաթղթերը։ Պուտինը նախկինում բազմիցս կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը, պատճառաբանելով, թե երկրում նախագահի ընտրություն չի անցկացվել ռազմական դրության պատճառով։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է ոչ միայն վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, այլև լուծում գտնել երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Ըստ Ռուսաստանի նախագահի, Մոսկվան պատրաստ է կարգավորման սկզբունքների շուրջ բովանդակալից բանակցություններ վարել, բայց միայն այն դեպքում, եթե ուկրաինական կողմը նույնպես պատրաստ լինի դրան։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը Ստամբուլում կողմերի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Նրա խոսքով Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին խոսել է ուկրաինական պատվիրակության ղեկավարի հետ։ Կողմերը պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո։ Պուտինը շեշտել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս իր կարծիքով անկեղծորեն ձգտում է կարգավորման։ Բացի այդ, Ռուսաստանը հաշվի է առնում նաև Չինաստանի, Հնդկաստանի եւ BRICS-ի մյուս բարեկամ երկրների դիրքորոշումները եւ նրանց հետ բոլոր շփումներում քննարկում է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման թեման։ Միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Պուտինը նաև խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Երկու երկրները մշակում են համատեղ նախագծեր լոգիստիկայի եւ արտադրության, մասնավորապես նավաշինության ոլորտում։ Մենք ունենք լավ նախագծեր հյուսիս-հարավը եւ մի քանի այլ ուղղություններ լոգիստիկայում, ինչպես նաև արտադրության ոլորտում։ Մենք պատրաստ ենք մեր պատվերներով ծանրաբեռնել Բաքվի նավաշինարարական գործարանը, ասել է նա։ Կողմերը նաև համատեղ աշխատում են Կասպից ծովի ծանծաղման խնդիրը լուծելու ուղղությամբ։ Խնդիրն ըստ Պուտինի շատ լուրջ է եւ անհրաժեշտ է ժամանակին համակարգված գործողություններ ձեռնարկել։ Ռուսաստանի նախագահը հավելել է. Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունն անցյալ տարի աճել է 7%-ով, ինչը նա լավ ցուցանիշ է համարում։ Նոր Զելանդիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները ցանկում ավելացնելով Ռուսաստանի եւ օտարերկրյա շուրջ 2 տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ ռուսական նավթի վաճառքով զբաղվող ստվերային նավատոր մի 27 նավ։ Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին առնչվող սուբյեկտների դեմ։ Նոր սահմանափակող միջոցները տարածվում են նաեւ Ռուսաստանի աջակիցների վրա Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ Բելարուսից, որոնք օգնել են Մոսկվային շարունակել պատերազմն Ուկրաինայի դեմ։ Ավելի վաղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին էր հայտարարել Մեծ Բրիտանիան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունիսի 20-ին Ժնևում կհանդիպի Եվրոպական եռյակի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Արաղչին իրնագործակալությանը հայտնել է, որ հանդիպումը կկայանա եվրոպական կողմի խնդրանքով։ Բանակցություններին կմասնակցի նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Իսկ հունիսի 21-ից 22-ն Արաղչին կմասնակցի Ստամբուլում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 51 հատուկ նիստին։ Նիստի օրակարգի հիմնական թեման կլինի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին շրջանում իրականացվող հարձակումը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նիստի բացման ելույթում իսլամական աշխարհին կոչ կանի միավորվել տարածաշրջանն ապակայունացնող գործողությունների դեմ։ Ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ելույթը։ Բուլղարիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը եւ տարհանել դիվանագիտական անձնակազմին եւ նրանց ընտանիքների անդամներին Ադրբեջանի տարածքով։ Բուլղարիայի դեսպանատունը կշարունակի գործել Բաքվից, հայտնել է երկրի վարչապետ Ռոստեն Ժելյասկովը։ Իրանում Հունգարիայի դեսպանատունը եւս ժամանակավորապես տեղափոխվել է Բաքու։ Արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները հեռացել են Իրանից։ Իսկ Չինաստանն Իրանից տարհանել է ավելի քան 1600 քաղաքացու, եւս հարյուրավոր քաղաքացիների Իսրայելից։ Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի երկիրը կապի մեջ է Իրանի, Իսրայելի, Եգիպտոսի եւ Օմանի հետ։ Չինաստանը հակամարտության կողմերին, մասնավորապես Իսրայելին, անհապաղ հրադադարի կոչ է անում, նշել է խոսնակը։ Իրանում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել երկիրը լքել ցամաքային ճանապարհներով։ Նաեւ նախազգուշացրել է դեպի Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ անցակետերում մեծ կուտակումների մասին։ Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրանից հեռանալ նաեւ Հայաստանով, Թուրքիայով եւ Իրաքով։ Իսրայելի եւ Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով վերջին օրերին տարբեր երկրներ են իրենց քաղաքացիների տարհանումներ սկսել։ Այդ թվում Հնդկաստանը, Գերմանիան, Չեխիան, Սլովակիան, Հունաստանը, Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Պակիստանը, Ճապոնիան։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։